Սիրելի ֆուտբոլիստներ, խաղային օրը մեծ մոտ շարունակվում է եւ հիմա տուրի կենտրոնական հանդիպումներից մեկին ենք միասին ականատես լինելու, քանի որ մրցում են առաջատարներից Ատլետիկո Երևանն ու Բորուսիա Մյունխեն-Գլադբախը։ Անչափ կարևոր ու հետաքրքիր հանդիպումը մեզ սպասում այս 50 րոպեների ընթացքում։ Թիմերը ողջունում են միմյանց, եկեք արագորեն ծանոթանանք մրցող թիմերի հայտարարությունները։ Սկսենք Բորուսիա Գլադբախից։ Սերգեյ Խաչիկյանը պաշտպանում է դարպասը համար 1, Գարլիկ Սարգսյանը համար 2, Արմեն Մարտիրոսյանը համար 3, Սիփան Դավթյան համար 4, Դավիթ Մարկարյան համար 6, Ռաֆի Մաթևոսյան համար 7, Սևակ Մանուչարյան համար 9, Արմեն Խաչատրյան համար 10, ով նաև թիմի ավագն է, Ռաֆայել Ղազարյան համար 11 եւ Պետրոս Պողոսյան համար 14 կամ մրցավարի Սուլիչ ու Գլադբախի ֆուտբոլիստները գնդակը հանձնում են մրցակցին Տաճատ Ներսիսյանն է գնդակով ծանոթացնում նաև Ատլետիկո Երևանի կազմը Աշոտ Գասպարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Տաճատ Ներսիսյան համար 4, Թոմաս Սարգսյան համար 8, Գագիկ Ակուլյան համար 9, ով նաև թիմի ավագն է, Վայե Գալստյան համար 10, Գուրգեն Ռեվազյան համար 15, Օքսեն Աբրամյան համար 19, Արտուր Ղանդիլյան համար 20, Հարություն Դունամալյան համար 21 եւ Ռաֆայել Մկրչյան համար 22։ Թիմի գլխավոր մարզիչն է Հայկ Միրզոյանը եզից նետում կատարեց Ատլետիկո Երևան ու հիմա եւս մեկ եզրային նետում Գիլաստեն Ատլետիկոյի ֆուտբոլիստներ, այո, չափազանց կարևոր հանդիպում է իսկապես մեզ սպասվում, քանի որ ծանոթացնեմ մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակը, որ ինքներդ էլ հասկանաք այս հանդիպան կարևորությունը եւ այսպես Բորուսիա Մյունխեն-Գլադբախը 6 անցկացած հանդիպումից հետո 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Ատլետիկո Երևանը 5 անցկացած հանդիպումից հետո ունի իր ակտիվում 13 միավոր 4 հանդիպում ոչ ոքի ներողություն 4 հանդիպում հաղթել է Ատլետիկո Երևանը, 1 հանդիպում ավարտել ոչ ոքի արդյունքով ու հիմա հաղթանակի դեպքում Ատլետիկոն կշրջանցի մրցակցին, իհարկե 1 հանդիպում դեռ ունի անցկացնելու մրցակցի համեմատ Ատլետիկո Երևանը, բայց այսօր իրատեսական շանս ունի շրջանցելու Գլադբախին, իսկ Գլադբախը իհարկե շարունակում է իր փառահեղ ելույթները Վինտեր Քափի 2025-26 մրցաշրջանում, այնպես որ տեսնենք այսօր թիմերից որ մեկին բախտը կուղեկցի Ղազարյան ուղարկեց գնդակ այստեղ խաղընկերոջ ուղղությամբ հետ փոխանցում կատարեցին Մարկարյանն է գնդակով կրկին Ղազարյան խաղարկում է Գլադբախը գնդակը Դավիթ Մարկարյան Մանուչարյանը ստացավ գնդակը, գեղեցիկ անցում կարողացավ կատարել, հարվածեց դարպասի ուղղությամբ, բայց թույլ ստացվեց այստեղ Մանուչարյանի կատարած հարված ու Գասպարյանը վերցրեց գնդակը նետելով այն Գուրգեն Ռեվազյանի ուղղությամբ, Ռեվազյան շատ լավն էր փոխանցումը, Դունամալյան վտանգավոր է, բայց կորցրեց հարվածի պայիսկ, հետո հարվածեց ու բացեց հանդիպան հաշիվը Ատլետիկո Երևանի 21 համարը, Հարություն Դունամալյան 1-0 Ատլետիկոն առաջ է անցնում հաշվի մեջ։ Հարություն Դունամալյան 1-0, բայց ինչպիսի հաշվ է նկատ փոխանցում կարողացավ կատարել Ռեվազյանը խաղընկերոջ ուղղությամբ ու հանդիպան հենց մեկտարկում Ատլետիկո Երևանը առաջ է անցնում հաշվում է, իհարկե սա շոկային էր Գլադբախի համար հենց հանդիպան մեկտարկում գնդակ բաց թողնելը, բայց իհարկե Բորուսիայի ֆուտբոլիստները այն մարզավիճակում են գտնվում, որ ցանկացած իրավիճակից կարողանում են ելք գտնելու հասնել հաջողության, հիմա չանցավ այս փոխանցումը դեպի Ղազարյանը, Սարգսյանը խլում կատարեց, նորից Դունամալյանին է ուղարկում գնդակը նորից Ռեվազյանին հասցեագեցին գնդակը Գուրգեն Ռեվազյան, Ներսիսյան գնդակը մնաց Ռեվազյանի, որ լավն էր այս փոխանցումը, բայց Խաչիկյանը որքան էլ որ փակ է տեսադաշտը կարողացավ կրայել գնդակի ուղղությունը Դունամալյան, Ներսիսյան բավական ակտիվ են մեկտարկել երկու թիմերն էլ Դունամալյան եւս մեկ կրակոց, բայց Խաչիկյանը այստեղ կարողացավ հեռացնել գնդակը, հիմա ինչ է կատարվում Գլադբախի տուգանային հրապարակում, իսկապես պաշարել է այս
գրոների ընթացքում Ատլետիկո Երևանը մրցակցի տուգանային հրապարակը, բայց իհարկե դա դեռ ոչինչ չի նշանակում։ Հիմա եզից կնետի Ատլետիկոն։ Բայց հեռացեցին այստեղ գնդակը Գլադբախի ֆուտբոլիստները։ Վայե Գալստյանն է հետ փոխանցում դեպի դարպասապահ Գասպարյանը կատարեց Գալստյան ու Ատլետիկոն խորքից սկսում է երթական գրոներից մեկը Ներսիսյան։ Գալստյանին կրկին ուղարկեց այս թիմերը բավական բարդ ժամանակահատվածում են իսկապես հանդիպել միմյանց այսօր խաղադաշտում նախ ասեմ որ թիմերը Winter Cup-ից բացի իրենց ելույթները շարունակում են Չեմպիոնների լիգայի կիսա եզրափակիչում այստեղ Ղազարյանը խաղացեց խաղի կանոնները Սարգսյանի նկատմամբ եւ երկու թիմերն էլ իսկապես իրատեսական շանսեր ունեն Չեմպիոնների լիգայի այս տարվա մրցավեճը հաղթելու համար երկուսն էլ կիսա եզրափակիչում են Ատլետիկո Երևանը դիմակայության առաջին խաղում կարողացել է հաղթել Լիվերպուլին 4-3 հաշվով դեռ այնտեղ կա պատասխան հանդիպում նույնը կարող եմ ասել Բորուսիա Մյունխեն-Գլադբախի մասով թիմը Մանչեսթեր Սիթի հանդիպեց կիսա եզրափակիչում առաջին խաղում կրել է պարտություն 3-2 հաշվով բայց դեռ կա դիմակայության պատասխան հանդիպումը որտեղ մեկ գնդակի անհրաժեշտ Գլադբախին բոլոր հարցերը կարգավորելու համար հիմա Սարգսյանը արվածեց դարպասի ուղղությամբ, բայց հեռացեցին գնդակը Գլադբախի ֆուտբոլիստները ու եզից կնետի Ատլետիկոն։ Ռայվազյանը հետ փոխանցում դեպի դարպասապահ Աշոտ Գասպարյանը կատարեց Գուրգեն Ռայվազյանը։ Ու Գասպարյանն էլ գրող տեղափոխում է Ծախ Վայե Գալստյան լավ նկատեց Ռայվազյանի առաջ խաղացումը Գալստյանը, բայց այստեղ հեռու թողեց Ռայվազյանը գնդակի իրենից, հետո էլ վաստակեց եզրային ներդման հնարավորություն։ Ռայվազյան շատ լավ նկատեց Վայե Գալստյանին կենտրոնում Գալստյան, բայց այստեղ հարվածը չստացվեց Վայե Գալստյանի ու հարված կլինի Սերգեյ Խաչիկյանի պաշտպանած դարպասից։ Խաղարկում է Խաչիկյանը գնդակը Դավթյանի հետ դեպի աջ փոխանցում հետևեց Մարտիրոսյան Մարկարյան կրկին Մարտիրոսյան շատ լավ նկատեց Սևակ Մանուչարյանը կասեցեց գնդակը թողնում է Մարկարյանին ու շարժվում առաջ լավն էր այս փոխանցումը դեպի թիմի Ավակ Խաչատրյանը Դավիթ Մարկարյան գուցե հեռվից հարվածի Մարկարյանը ոչ փակվեց հարվածի ճանապարհը Մարկարյանի հիմա նորից գնդակով Մարկարյանն է ձախից կա տարբերակ կատարեց փոխանցում Դավթյանն է գնդակով Մանուչարյանը այստեղ շատ գեղեցիկ մարմնով փակեց գնդակի ուղղությունը Մանուչարյանը, բայց Պետրոս Պողոսյանի կատարած հարվածը բավական բարձր ստացվեց ու հարված կլինի Աշոտ Գասպարյանի դարպասից։ Վայե Գալստյան Խորքից շատ լավ փոխանցում կատարեց դեպի Ռայվազյանը, բայց այստեղ մի փոքր անհաջող կասեցեց Ռայվազյանը գնդակը չնայած գնդակը մնաց Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստների մոտ Դունամալյանը հետ փոխանցում դեպի Գասպարյան ու հեռացնում է Ատլետիկոյի դարպասապահ գնդակը որքան հնարավոր է հեռու այն բաժինասա Բորուսիայի ֆուտբոլիստներին Ղազարյանը կհասնի այս գնդակին անկասկած Ռաֆայել Ղազարյան փոխանցում դեպի Մանուչարյանը, բայց Գասպարյանը այստեղ արձագանքեց գնդակին ու այն արագորեն նետում է Գուրգեն Ռայվազյանի ուղղությամբ Ռայվազյան նորից դեպի Դունամալյանը փոխանցում տեսանք Դունամալյան վտանգավոր է, բայց այստեղ հասրեցին փակել Դունամալյանի հարվածի ճանապարհը, հետո էլ փոխանցում հետևեց դեպի Դունամալյանը Աբրահամյանի կողմից, բայց հեռացեցին գնդակը այս դրվագում Գլադբախի պաշտպանները ու անկյունային հարված կիրաստի Ատլետիկո Երևանը Թովմաս Սարգսյանն է տեղադրում գնդակը անկյունային իրացնելու համար Սարգսյան բարձից դեպի տուգանային հրապարակ Ռայվազյան բարդ իրավիճակում հարված կատարեց Ռայվազյանը ու թույլ ստացվեց հարվածը հիմա ուղարկում է Դունամալյանի ուղղությամբ բայց այստեղ էլ Մարտիրոսյանը չդիպավ գնդակին բայց խանգարեց այնուամենայնիվ Դունամալյանին լավ հարված կատարելու գործում ու հարված կլինի Սերգեյ Խաչիկյանի պաշտպանած դարպասից այո այս խմբում Ատլետիկո Երևանը առայժմ նշեմ միակ թիմն է որ չունի պարտություն չի ճաշակել պարտության համը իհարկե Գլադբախը 5 հանդիպում հաղթել է մեկում պարտվել Ատլետիկոն 4 հանդիպում հաղթել է, մեկ հանդիպում էլ ավարտել ոչ ոքի արդյունքով ու հիմա նորից հաշվի մեջ առաջ են Ատլետիկոյի ֆուտբոլիստները, բայց իհարկե Գլադբախը
Այս ամենին պատրաստ էր կարծում են լավն էր փոխանցումը Ակուլյան 2-0 գեղեցիկ է այս ամենը Ատլետիկոն կրկնապատկում է իր առավելությունը Ակուլյանը կրկնապատկում է Ատլետիկոյի առավելությունը, բայց ինչ փոխանցում նորից ստացավ այստեղ Ակուլյանը, իհարկե ամեն ինչ հաշվարկած էր ու Ատլետիկոն հիմա 2 գնդակի առավելություն է ստանում խաղադաշտում եւ դա էլ ավելի է բնականաբար բարդացնում Բորուսիա Մյունխեն-Գլադբախի լուծելի խնդիրը Խաչիկյան ուղարկում է գնդակը Դավթյանի ուղղությամբ Մանուչարյանն է ձախ եզում գնդակով կատարեց փոխանցում դեպի կենտրոն Մարկարյան հիմա էլ գրոյ տեղափոխություն Աչեզր Ղազարյանն է այստեղ շատ լավ նկատեց Ղազարյանը խաղընկերոջը բայց չանցավ այս կատարած փոխանցումը կամ գուցե արվածը նորից Մարկարյանն է գնդակով Մանուչարյան բայց Ակուլյան այստեղ վերահսկում է իրավիճակը հետո կորցրեց բայց հասցրեց դիպչել գնդակին ու շեղել գնդակի ուղղությունը Սարգսյան գեղեցիկ անցում էր գեղեցիկ փոխանցում էր Աբրահամյան չստացվեց այստեղ հարված կատարելու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից այնպես հարված չկատարել իհարկե ինչպես Ակուլյանը կատարեց խոսքս այդ մասին էլ իսկ ընդհանրապես դեպի դարպասը հարված հետևեց այս դրվագում Մարկարյան խլում կատարեց Ակուլյանը Դունամալյան բարձր է ստացվում Դունամալյանի կատարած այս հարվածը իսկապես հիմա ինչ է կատարվում Բորուսիայի ֆուտբոլիստերի մոտ պարզապես մեկ-մեկ ու սխալներ է հետևում այս Գլադբախի կիսադաշտում բայց առայժմ Ատլետիկո Երևանը օգտվել է իրեն ընձեռնված հնարավորություններից երկուսում Մանուչարյան շարժում է առաջ Մանուչարյանը թողեց գնդակը այստեղ Պողոսյանին բայց գնդակը բաժին ասավ այս դրվագում Ռայվազյանի սանկման գնդով Պողոսյանը փորձեց խլել գնդակը մրցակցի չստացվեց Ռայվազյան կասի արդյոք այս գնդակին այո հասավ բայց ոչ հետո գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու հարված կլինի Սերգեյ Խաչիկյանի պաշտպանած դարպասից Մանուչարյան շատ լավ փոխանցում ստացավ այստեղ Սևակ Մանուչարյանը, բայց հարվածը անհաջող ստացվեց Մանուչարյանի ու հարված կլինի Ատլետիկո Երևանի դարպասից բավական բարձր է իսկապես հանդիպման տեմպը այս րոպեներին Գուրգեն Ռայվազյանն է գնդակով ուղարկեց դեպի կենտրոն գնդակը Ակուլյանը այստեղ կարողացավ պահել գնդակը Ակուլյանը կորցնելու դեպքում բավական Բարդակագրո է սպասվում Ատլետիկո Երևանի դարպասի ուղղությամբ հիմա էլ մաքուր խլում կարողացան կատարել Բորուսիայի ֆուտբոլիստերը դեպի ձախ է փոխանցում է տվում Մանուչարյանն լավ էր մտածել բայց այստեղ Ակուլյանը հասցրեց նահանջել ու փակել Սևակ Մանուչարյանի կատարած փոխանցման ճանապարհը հիմա էլ Ատլետիկոն նետվել է առաջ Աբրահամյան դեպի Ներսիսյանը բայց Ռաֆայել Ղազարյանն է հիմա էլ խլում գնդակը մրցակցից ու շարժվում առաջ ձախ եզրով Ղազարյան Կարողացավ այստեղ անցում կատարել Ղազարյանը փոխանցում նույնպես բայց Վայե Գալստյանը թույլ չտվեց մրցակցին հարված կատարել հիմա երկրորդ տեմպով է Գլադբախը անցել գրոհի Խաչատրյան բայց Գալստյանը այստեղ կանգնեց գնդակի ճանապարհին ու այն դուրս բերեց անկյունային կիրացնի հիմա Գլադբախը Հիմա կրկնակի փոփոխություն տեղի ունեցավ Ատլետիկո Երևանի կազմում Գալստյանն ու Աբրահամյանը լքեցին խաղադաշտը եւ նրանց փոխարեն հանդիպումը կշարունակեն Ղանդիլյանն ու Մկրտչյանը տեսնենք այս խաղադաշտ դուրս եկած երկու ֆուտբոլիստները ինչ կփորձեն անել Ատլետիկոյի կազմում կա փոխանցումը հիմա էլ Գասպարյանն է հեռացնում գնդակը բայց այն ստացվեց փոխանցում Հարություն Դունամալյանի համար հիմա էլ Մարկարյանը սանկման գնով վտանգը չեզոքացրեց դեպի Գլադբախի դարպասը տանող բայց գրո կազմակերպել Գլադբախի մոտ չստացվեց ու հիմա խորքից են շարժվում առաջ հիմա քիչ էր մնում Մարտիրոսյանը սխալվեր է արդեն իսկ այս փոխանցումը մի փոքր անհաջող կատարեց Դավթյանը
Ղանդիլյան պայքարում է միջև վերջ գնդակի համար, բայց Մարտիրոսյանը այստեղ իհարկե ուներ առավելություն։ Ներսիսյան հետ փոխանցում կատարեց Ներսիսյանը, Գասպարյանն այստեղ իհարկե չէր կարող ֆիքսել գնդակը ձեռքով, բայց ամեն ինչ հաշվարկեց, հիմա էլ շատ լավ փոխանցում է դեպի Դունամալյանը, պայեց գնդակը Դունամալյանը ամեն դեպքում դաշտի սահմաններում, նույնիսկ փոխանցում է փորձում կատարել, բայց իհարկե շատ բարդ իրավիճակում ասավ գնդակին Ակուլյան գեղեցիկ անցում էր Ակուլյան Դունամալյան ու գնդակը դարպասում է 3-0 Ատլետիկոն երրորդ գնդակն է խփում այս խաղում։ Հարություն Դունամալյան 3-0 երկրորդ գնդակը Դունամալյանի այս խաղում ու հիմա Ատլետիկո Երևանը արդեն լուրջ առավելության է հասնում խաղադաշտում, իհարկե 3 գնդակի առավելություն այնպես չէ որ ցանկացած թիմի հաջողվում է Գլադբախի դեմ խաղերում, բայց հիմա Ատլետիկոն ունի այդ առավելությունը ու տեսնենք հանդիպան մնացած ժամանակահատվածում առաջին հերթին ինչ կփորձի անել Բորուսիա Մյունխեն-Գլադբախը։ Հիմա եզրային նետման հնարավորություն է վաստակում Դունամալյանը Ատլետիկոյի համար։ Ակուլյան հեռու թողեց մի փոքր այստեղ գնդակը ու այն բաժին հասավ Գլադբախի ֆուտբոլիստերին, իսկ այս փոխանցումը անհաջող ստացվեց Սիփան Դավթյանի կատարմամբ եւ հարված կլինի Ատլետիկո Երևանի դարպասից։ Փոփոխությունները տեղի ունեցան ու հիմա Ներսիսյանը խաղարկում է գնդակը ուղարկեց գնդակը Ղանդիլյանի ուղղությամբ, բայց այստեղ Ղանդիլյանի կատարած փոխանցումից հետո կարողացավ Սարգսյանը հեռացնել գնդակը ու երեսից կնետի Ատլետիկո Երևանը։ Ներսիսյանը Ղանդիլյանի հետ է խաղարկում։ Կատարեց փոխանցում, բայց այստեղ Մարտիրոսյանը առաջինը կարողացավ գլխով արձագանքել գնդակին ու դա ստացվեց փոխանցում Խայանքերոջ համար, բայց բավական հեռու թողեց այստեղ Մարկարյանը գնդակի իրենից ու Գասպարյանը վերցնելով այն նետում է Արտուր Ղանդիլյանի ուղղությամբ, գուցե արագություն զարգացնի Ղանդիլյանը, բայց այսօր իհարկե հեշտ դա չի լինելու, քանի որ նրան հսկում էր Ռաֆի Մաթևոսյանը, իսկ հիմա Ակուլյանի կատարած այս հարվածը բավական վտանգ էր իրենից ներկայացնում, բայց մի փոքր շեղությամբ ընթացավ Սարգսյան դեպի աջ փոխանցում հետևեց Մարտիրոսյանն է այստեղ ու շատ լավ փոխանցում նույնպես կատարեց Մարտիրոսյանը Ղազարյանի ուղղությամբ, բայց այստեղ Մկրտչյանը հաջող պաշտպանվեց եւ հեռացեց գնդակը եզից կնետի Գլադբախը Սևակ Մանուչյանի հետ է խաղարկում Ղազարյանը գնդակը ստանում պատասխան փոխանցումը, բայց չստացվեց այստեղ Ղազարյանի մոտ կրկին փոխանցում կատարել ու եզից կնետեն Ատլետիկոյի ֆուտբոլիստները։ Մարտիրոսյան տեսնենք ինչ որոշում կայացի Մարտիրոսյանը ճիշտ վարվեց այս դրվագում հեռացնելով գնդակը, բայց այն բաժին ասավ Ղանդիլյանին, շատ լավ նկատեց Դունամալյանի առաջ խաղացումը Ղանդիլյանը ու հիմա վստահ են փոխանցում էր կատարում Դունամալյանը, բայց ստացվեց հարված ու Խաչիկյանը հասցրեց այս դրվագում հեռացնել գնդակը, բավական վտանգավոր պահ ունեցավ Ատլետիկո Երևանը, հիմա խաղարկեցին Ակյունայինը Ներսիսյան Ակուլյան, բայց այստեղ կարողացավ գնդակը հեռացնել Գլադբախի 14 համարը հիմա էլ հարված ենք տեսնում ու Խաչիկյանը նորից կարողանում է հեռացնել գնդակը, այո սա անկման գնով Պողոսյանը նախորդ դրվագում կարողացավ հեռացնել գնդակը, Մկրտչյան շատ լավ փոխանցում հետևեց դեպի Գուրգեն Ռեյվազյանը, տեսնենք կարողանա Ռեյվազյանը եւս մեկ ճշգրիտ փոխանցում կատարել, այսօր երկու անգամ աչքի ընկել է գոլային փոխանցման Գուրգեն Ռեյվազյանը, հիմա էլ Սարգսյանի հարվածի ճանապարհն է փակվում, կրկին Ռեյվազյան Թոմաս Սարգսյան, Ակուլյան, Դունամալյան գեղեցիկ է գործում Ատլետիկոն, բայց Գառնիկ Սայցյանը հիմա հեռացեց գնդակը
ու Ակուլյանը այստեղ վերահսկում էր իրավիճակը, ուղարկեց գնդակը դարպասապա Գասպարյանին եւ ստացավ նրանից պատասխան փոխանցում ու շարժվում է առաջ Ակուլյանը, Թովմաս Սարգսյան, գուցե հերվից կրակի Սարգսյանը փորձեց, բայց Ղազարյանը խանգարեց արդեն ու կորցրեց Սարգսյանը հարված կատարելու հնարավորությունը։ Ակուլյան իհարկե Թովմաս Սարգսյանի կատարած հեռար հարվածները բավական լավ ու վտանգավոր են ստացվում մրցակիցների համար։ Սարգսյան, Ակուլյան, Ներսիսյան, տեսեք որտեղ է հայտնվել հիմա Ներսիսյանը, Գուրգեն Ռևազյան, չստացվեց այստեղ Ռևազյանի մոտ լավ հարված կատարել, այլապես շատ լավ դիրքում էր ստացել գնդակը Ռևազյանը, հիմա էլ Մանուչարյանն է գնդակում, 1-1-ի դեմ պայքար, կարողացավ փոխանցում կատարել դեպի Մարկարյանը, բայց Սարգսյանը նահանջեցում։ Խլեց գնդակի, իսկ այստեղ էլ Մկրտչյանը բավական հաջող կերպով այն ուղարկեց Ներսիսյանի ուղղությամբ ու եզից կնետի Ատլետիկո Երևանը։ Թովմաս Սարգսյան Եվս մեկ եզրային նետում կտեսնենք Ակուլյան դեպի Դունամալյանը փոխանցում կատարեց, բայց այստեղ հեռացեցին գնդակը չնայած ոչ այնքան հեռու Գլադբախի ֆուտբոլիստները Ներսիսյան Աչից միանում է Ղանդիլյանը, Ներսիսյան կա փոխանցում դեպի Արտուր Ղանդիլյանը, Ղանդիլյան բարձից փոխանցում դեպի Ռևազյանը, բայց այստեղ Մարտիրոսյանը հեռացեց գնդակը ու անկյունային կիրացնի Ատլետիկո Երևանը։ Ռևազյանն է իլյասնելու անկյունայինը կա մրցավարի Սուլիչը Գուրգեն Ռևազյան բարձից փոխանցում, բայց այստեղ կարողացան հեռացնել Գլադբախի պաշտպանները գնդակը, տվյալ դեպքում Սիփան Դավթյանն էր Մանուչարյան դուրս էր եկել գնդակը դաշտի սահմաններից ու եզից կնետի արդեն Ատլետիկո Երևանը Մկրտչյան դեպի Դունամալյանը փոխանցում կատարեց Դունամալյան դեպի աջ Ներսիսյանն է այստեղ Ներսիսյան մի փոքր ուժեղ ստացվեց այստեղ Ներսիսյանի կատարած փոխանցում ու արված կլինի Սերգեյ Խաչիկյանի պաշտպանած դարպասից, այո, հիշում եք նախորդ տուրի հանդիպումը Վինտեր Քափի շրջանակներում Ատլետիկո Երևանի մասնակցությամբ, որը շատ ծանր հանդիպում էր իսկապես Լիվերպուլի դեմ, բայց այն ինչ մենք տեսանք խաղադաշտում պարզապես էլ ավելի դրամատիկ ու ֆանտաստիկ ստացվեց, իհարկե մեկ գնդակ խփվեց այդ խաղում եւ Ակուլյանի խփած գնդակը որոշիչ եղավ առաջին կեսում, բայց այդ հանդիպումը վտանգավոր պահերով լի էր պարզապես այն ինչ կատարվում է երկրորդ խաղակեսում խաղադաշտում խոսքեն ուղղակի ավելորդ են, իհարկե շատ ծանր խաղում Ատլետիկոն հասավ առավելության մրցակցի նկատմամբ, նույնիսկ վերջում կարողացավ Լիվերպուլը հաջողության հասնել, բայց իհարկե գնդակը դուրս էր եկել դաշտի սահմաններից ու մրցավարը չարձանագրեց Լիվերպուլի խփած գնդակը եւ այդ հանդիպումից հետո իհարկե Ատլետիկոն իր առաջին հանդիպումն է այսօր անցկացնում Բորուսիա Մյունխեն-Գլադբախի դեմ եւս մեկ ծանր հանդիպում, բայց այս խաղում առայժմ Ատլետիկոյի ֆուտբոլիստները շատ ավելի հանգիստ են անցկացնում հանդիպումը, հիմա Ներսիսյանը մնաց գնդակով դեպի Մկրտչյանը փոխանցում հետևեց Մկրտչյանն էլ երթին դեպի ձախ ուղարկեց գնդակը Թովմաս Սարգսյան, բայց Սարգսյանի փոխանցումը այստեղ դեպի Դունամալյանը չանցավ Ակուլյան Ռաֆի Մաթևոսյանը հիմա էլ հեռացեց գնդակը Մկրտչյանի մոտ է հեռվից հարվածում է Մկրտչյանը, բայց բարձր է ստացվում այստեղ Ռաֆայել Մկրտչյանի կատարած հարված ու հարված կլինի Գլադբախի դարպասից, այո Ատլետիկո Երևանը բոլոր ծանր հանդիպումները չասենք, բայց բավական բարդ հանդիպումները արդեն անց է կացել Վինտեր Քափի շրջանակներում Վիլյարեալի դեմ հանդիպումը արդեն անց է կացել Ատլետիկոն
Գլադբախի դեմ անց է կասնում Լիվերպուլի հետ հանդիպումը արդեն անցյալում է մնացել Ինտերի դեմ հանդիպումը նույնպես այո Ինտերը ովքեր դիտել են նախորդ տուրում կարողացավ գործող չեմպիոնի նկատմամբ առավելության հասնել ու Վիլյարեալը կրեց այդ տուրում իր առաջին պարտությունը Վինտեր քափի այս մրցաշարում 4-3 հաշվով բավական հետաքրքիր ու դրամատիկ խաղում հաղթեցին Ինտերի ֆուտբոլիստները հիմա էլ Ռևազյանի նկատմամբ կար խաղի կանոնների խախտում ու ստանդարտ է նշանակել մրցավարը բավական վտանգավոր դիրքում Եվ տեսնենք այս ստանդարտը ինչ կտա Ատլետիկո Երևանին իհարկե Ատլետիկոն ունի կատարողներ Տուգանայինից իր թիմի կազմում ինչպիսիք են Ռևազյանը, Ղանդիլյանը, Ակուլյանը, Թովմաս Սարգսյանը ինչու ոչ բայց հիմա Սարգսյանը հեռացավ գնդակի մոտից թողնելով այն Ռևազյանին ու Ղանդիլյանին տեսնենք ով հարվածքը կատարի երկուսն էլ գնդակի մոտ են Կարծես Ռևազյանն է պատրաստվում հարվածի, այդպես էլ անում է, բայց այստեղ Խաչիկյանը կրել էր Ռևազյանի կատարած հարվածի ուղղությունը ու կարողացավ հեռացնել գնդակը Մարկարյան Ղազարյան ստացվեց անցում կատարել Ղազարյանի մոտ, փոխանցումը նույնպես ճիշտ կատարեց Ղազարյանը Մանուչարյան, բայց Մկրտչյանը կանգնեց այստեղ գնդակի ճանապարհին Դունամալյան 2-3 մրցակից միանգամից դիմավորեցին Դունամալյանին ու դա կորցեց գնդակը, բայց գնդակը հիմա կրկին Ատլետիկոյի մոտ է Ղանդիլյան անցումը կարողացավ կատարել, բայց գնդակը մի փոքր հեռու թողեց իրենից եւ վերջ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է 3-0 հաշվով կարճատև դադար, որից հետո կվերադառնանք Սիրելի ֆուտբոլիստներ, մենք վերադառնում ենք միասին դիտելու Ատլետիկո Երևանն ընդդեմ Բորուսիա Մյունխենգլադբախի հանդիպան երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը 3-0 է օգուտ Ատլետիկոյի ֆուտբոլիստներին, տեսնենք թիմերը ինչպիսի ֆուտբոլ կմատուցեն մեզ երկրորդ խաղակեսում նախ հիշեցնեմ Դունամալյանը բացեց հանդիպան հաշիվը, հետո Գագիկ Ակուլյանը չափազանց գեղեցիկ գոլ խփեց գլխի կատարած հարվածով կրկնապատկելով Ատլետիկոյի առավելությունը, հետո էլ Դունամալյանը դուբլ գրանցեց իր անվան դիմացու հաշիվը դարձրեց 3-0, որը առայժմ այս հանդիպան հաշիվն է հիմա Մարտիրոսյանի փոխանցման առաջինը արձագանքեց Ատլետիկոյից Ղանդիլյանը ու խաղարկում են գնդակը Ատլետիկոյի ֆուտբոլիստները եկեք եւս մեկ անգամ ծանոթանանք մրցող թիմերի հայտարարություններին սկսենք Բորուսիայից Սերգեյ Խաչիկյանը պաշտպանում է դարպասը համար 1 Գառնիկ Սարգսյան համար 2 Արման Մարտիրոսյան համար 3 Սիփան Դավթյան համար 4 Դավիթ Մարկարյան համար 6 Ռաֆի Մաթեվոսյան համար 7 Սևակ Մանուչարյան համար 9 Արմեն Խաչատրյան համար 10 ով նաեւ Թիմի ավակն է Ռաֆայել Ղազարյան համար 11 եւ Պետրոս Պողոսյան համար 14 Ակուլյան փակեց այստեղ փոխանցման ճանապարհը Վայ Գալստյան Մնաց գնդակով Գալստյանը ու այստեղ կար խաղի կանոնների խախտում Գալստյանի դեմ պայքարում եւ ստանդարտ կիրասնի Ատլետիկո Երևանը եւ այսպես անհանանք նաեւ Ատլետիկոյի գազմին Աշոտ Գասպարյանը պաշտպանում է դարպասը համար 1 Տաճապ Ներսիսյան համար 4 Թովմաս Սարգսյան համար 8 Գագիկ Ակուլյան համար 9 ով նաեւ թիմի ավակ թե Վայ Գալստյան համար 10 Գուրգեն Ռևազյան համար 15 Օքսեն Աբրահամյան համար 19 Արտուր Ղանդիլյան համար 20 Հարություն Դունամալյան համար 21 եւ Ռաֆայել Մկրտչյան համար 22 Թիմի գլխավոր մարզիչը Հայկ Միրզոյանը ինչ է անում այս դրվագում Ղանդիլյանը տեսնենք գրո ինչպես կավարտի Ատլետիկոն բավական գեղեցիկ անցում կատարեց Ղանդիլյանը նույն կերպ փոխանցում բայց այստեղ Սարգսյանին հարվածի հնարավորություն թույլ չտվեց Դավիթ Մարկարյանը ու հեռացեցին գնդակը Գլադբախի ֆուտբոլիստները եզից կնետի կրկին Ատլետիկո Երևանը Ներսիսյան ուղարկում է գնդակը Ղանդիլյանի ուղղությամբ, Վայ Գալստյան այստեղ պայեց գնդակի մոտ բավական բարդ իրավիճակում ու վաստակեց եզրային նետման հնարավորություն, այո Մանուչարյանից տիպը դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու եզից հենց նետում է կատարում Արտուր Ղանդիլյանը Հիմա վիճաբանական դրվագ նշանակեց մրցավարը ու հանձնեցին թիմերը գնդակը մեկը մյուսին ու հիմա Խաչիկյանը սկսում է Գլադբախի հերթական գրոններից մեկը Սարգսյան Մանուչարյանը այստեղ ընդունեց գնդակը ու շարժվում է առաջ, բայց
մի անգամից երկու մրցակից դիմավորեց այս դրվագում Մանուչարյանին, հիմա կա փոխանցումը, Գալստյանը կանգնեց գնդակի առջև, Պողոսյան, դեպի Դավիթ Մարկարյանը, փոխանցում Մարկարյանը հարված ու հիմա Մկրտչյանը կարողացավ կանգնել գնդակի ճանապարհին եւ դա ստացվեց փոխանցումը Աբրահամյանի համար, բայց որքան հաջող պաշտպանվեց այստեղ Գարնիկ Սարգսյանը։ Մարտիրոսյան շարժվում է առաջ, Բորիսյա երրորդ համարը կա փոխանցում դեպի Մաթևոսյանը, բայց մի փոքր անհաջող ստացվեց այստեղ Մարտիրոսյանի կատարած փոխանցումը, գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Սարգսյանն է կատարում եզրային նետումը, Գալստյանի հետ խաղարկելուց հետո ուղարկեց գնդակը առաջ, բայց այստեղ նորից Գարնիկ Սարգսյանն է առաջին արձագանքում գնդակին, չնայած այլ մնաց Ատլետիկոյի ֆուտբոլիստերի մոտ, Ղանդիլյան շատ լավ նկատեց Վահե Գալստյանին, վտանգավոր է Գալստյանն ու Մարտիրոսյանն է հիմա էլ հայտնվում գնդակի առջև, որքան վտանգավոր է արդեն ստացվել Վահե Գալստյանի հարված ու եթե ընդհանրային դարպասի ուղղությամբ չեմ կարող ասել, արդյոք Խաչիկյանը կարողանար փրկել այս դրվագում իր թիմին թե ոչ։ Հիմա Գլադբախի գրոյին ականատես լինենք, Խաչատրյան վտանգավոր է այստեղ Մանուչարյանը հարվածեց, բայց Գասպարյանը փրկեց հիմա Ատլետիկո Երևանի վերահսկողից։ Մարկարյան դեպի աջ, Գլադբախը նետվել է առաջ, Մաթևոսյանն է ընդունում գնդակը, Մանուչարյան, տեսնենք ինչ որոշում կայացի Սևակ Մանուչարյանը, բայց մի անգամից այստեղ երկու ֆուտբոլիստ շրջափակման մեջ առան Մանուչարյանին ու գնդակը հեռացեցին, այն փոխանցում է ստացվել Օքսեն Աբրահամյանի համար, բայց Աբրահամյանի հարվածը բարձր է ստացվում։ Եվ գնդակն էլ դուրս եկավ դաշտի սահմաններից ու հարված կլինի Խաչիկյանի պաշտպանած դարպասից Մարտիրոսյան, Պողոսյան, կրկին Մարտիրոսյան ու դեպի ձախ է ուղարկում գնդակը, որտեղ Սարգսյանն է, Դավիթ Մարկարյան, նորից Մանուչարյան, վտանգավոր գրոյի է նետվել Գլադբախը, Մանուչարյան կա փոխանցում, բայց Մկրտչյանը նորից այստեղ է ու կարողացավ վտանգը չեզոքացնել, հիմա հարված եք տեսնում Մարկարյանի կողմից, բայց փակվեց գնդակի ճանապարհը, Մաթևոսյանի հարվածն էլ այստեղ չստացվեց։ Վահե Գալստյան թողեց գնդակը Ղանդիլյանին, վերջինս էլ ուղարկեց այն Ակուլյանի ուղղությամբ, Գագիկ Ակուլյան շատ լավ փոխանցում է դեպի Գալստյանը, Աբրահամյան ու դարպասածողն է հիմա արդեն օգտում Բորիսյա Մյունխեն Գլադբախին, ինչ վտանգավոր գրոհ անցկացեց Ատլետիկո Երևանը, ամեն ինչ ճիշտ արեցին Ակուլյանն ու Գալստյանը, Աբրահամյանը նույնպես, բայց այստեղ արդեն դարպասածողը եկավ օգնության Բորիսյա Մյունխեն Գլադբախին ու գնդակը չհայտնվեց Բորիսյայի դարպասում, հիմա է Թոմաս Սարգսյանն է բավական գեղեցիկ փոխանցում կարողանում կատարել, բայց գրոհ կազմակերպել Ատլետիկոյի մոտ չստացվեց ու հիմա շատ հաջող փոխանցում հետևեց Ռաֆի Մաթևոսյանի ուղղությամբ վերջինս էլ շարժվում է առաջ, Մաթևոսյան թողեց գնդակը Պողոսյանին, Գալստյանն է այստեղ դիմավորել մրցակցին ու խախտեց խաղի կանոնները, այո։ Եվ ստանդարտ իրացնի հիմա Բորիսյա Մյունխեն Գլադբախը, իհարկե մի փոքր հեռու է տարածությունը, բայց հարված կատարելու համար Բորիսյան ունի կատարողներ իր թիմի կազմում, հիմա Խաչատրյանն ու Սևակ Մանուչարյանն են գնդակի մոտ, տեսնենք կա մրցավարի սուլիչը, Մանուչարյանն է մոտենում գնդակին, ինքն էլ հարվածում դարպասի ուղղությամբ, բայց այստեղ մի փոքր շեղությամբ ստացվեց Մանուչարյանի կատարած հարվածը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Ներսիսյան, Մկրտչյանի հետ է խաղարկում, Վահե Գալստյանը ստացավ գնդակը, նորից Ներսիսյան, շարժվում է առաջ Տաճատ Ներսիսյանը գնդակով, կա փոխանցում դեպի Աբրահամյանը, Գագիկ Ակուլյան, Ակուլյան գուցե հեռվից փորձի, այդպես էլ անում է Ակուլյանը ու անկասելի է ստացվում Գագիկ Ակուլյանի կատարած հարվածը 4-0 Ակուլյանը նույնպես դուբլ է գրանցում իր անվան դիմաց։ 4-0 իսկապես գեղեցիկ ստացվեց Ակուլյանի կատարած հարված ու հիմա արդեն Ատլետիկոն կարը պատկում է խաղադաշտում իր առավելությունը։ Ռաֆի Մաթևոսյան կա փոխանցում դեպի Մանուչարյանը, բայց հիմա էլ դեպի Խաչատրյանը ընթացող փոխանցմանը
Արկելակեսով Մասարքսյան ու հիմա Ատլետիկո նորից գրոհի անցնում Ղանդիլյան, մնաց գնդակը Ղանդիլյանի մոտ, բայց այս փոխանցումը մի փոքր թույլ ստացվեց ու կարողացան հեռացնել գնդակը Բորուսիայի ֆուտբոլիստները։ Գալստյան և ևս մեկ եզրային նետում կտեսնենք։ Թովմաս Ալքսյանն է ստացել գնդակը։ Դեպի Ակուլյանը փոխանցում կատարեց։ Բայ Գալստյան, բայց այստեղ չանցավ Գալստյանի կատարած փոխանցումը, չնայած գնդակը մնացել էր Սարգսյանի մոտ, հիմա արդեն դուրս եկավ դաշտի սահմաններից ու եզրից կնետեն Գլադբախի ֆուտբոլիստները, հիմա փոփոխություն է տեղի ունենում Բորուսիա Մյունխեն-Գլադբախի կազմում։ Ղազարյանը վերադարձավ խաղադաշտ Մարկարյանի փոխարեն ու հիմա արդեն տեսնենք ինչ կփորձի անել Ռաֆայել Ղազարյանը խաղադաշտում, Ակուլյան, Վայե Գալստյան, դեպի ձախ է փոխանցում հետևում այստեղ Սարգսյանն էր, բայց թողեց գնդակը Մկրտչյանին ու խաղարկում է հիմա գնդակը Ատլետիկոն պաշտպանությունում, Մկրտչյան լավն էր այս փոխանցումը, բայց այստեղ Աբրահամյանին վերահսկում էր Մարտիրոսյանը ու թույլ չտվեց, որպեսզի հասնի այս գնդակին, առանց այն էլ ուժեղ է ստացվել փոխանցումը։ Հիմա նորից սխալվում են Գլադբախի ֆուտբոլիստները ու եզրից կնետի Ատլետիկո Երևանը։ Աբրահամյան մի փոքր թույլ ստացվեց այստեղ Օքսեն Աբրահամյանի կատարած փոխանցումը գնդակը Բաժինասա Պողոսյանին ով ուղարկեց այն Սարգսյանի ուղղությամբ ու նետվում են առաջ Բորուսիայի ֆուտբոլիստները եզրից կնետի Գլադբախը Աթևոսյան դեպի կենտրոն փոխանցում կատարեց Սարգսյան կրկին Մաթևոսյան Հերվից արվածի փորձ, բայց Մկրտչյանը այստեղ կանգնեց գնդակի առջև ու այն դուրս եկավ դաշտի սահմաններից։ Խաչատրյան խաղարկում են գնդակը Գլադբախի ֆուտբոլիստները, տեսնենք այս երկարատև խաղարկումը ինչ կտա Գլադբախին արված է հետևում ու նորից Մկրտչյանն է կանգնում գնդակի ճանապարհին, հիմա էլ Ակուլյանը երկրորդ հարկում կարողացավ լավ գործել ու հեռացնել գնդակը, չնայած այն բաժինացավ նորից Բորուսիա Մյունխեն-Գլադբախի ֆուտբոլիստերին, Մարտիրոսյան խորքից կատարեց փոխանցում ու այստեղ էլ Ներսիսյանը կարողացավ հեռացնել գնդակը։ Երկրորդ տեմպով հիմա գրոհ կսկսի Գլադբախը։ Պողոսյան դեպի աջ Մարտիրոսյանն է այստեղ Պողոսյան լավն էր փոխանցումը Մաթևոսյան ու հիմա էլ Խաչատրյանը նպաստավոր դիրքից վրիպեց բայց այո դիպել էր գնդակը մրցակցի ֆուտբոլիստին Ատլետիկոյի պաշտպանների մասին է խոսքը չեմ հստակ չնկատեցի որ ֆուտբոլիստին դիպավ գնդակը, բայց անկյունային նշանակել է մրցավարը ու Խաչատրյանն էր իրացնում է այն, կա փոխանցումը, բայց հիմա էլ Մկրտչյանը հեռացեց գնդակը։ Հակագրոհ ստացվեց այստեղ Ատլետիկոյի մոտ։ Մարտիրոսյան։ Ով հետ փոխանցում դեպի դարպասապահ Խաչիկյանը։ Վերջինս էլ կատարում է փոխանցում Ռաֆի Մաթևոսյանի ուղղությամբ։ Մաթևոսյան ու նորից Մկրտչյանն է փակում գնդակի ճանապարհը, որքան ընթացող գնդակների առջև կանգնեց այսօր Ռաֆայել Մկրտչյանը Ատլետիկո Երևանի կազմում ու թույլ չտվեց գնդակը ընթանա դեպի դարպասը։ Ակուլյան լավն էր փոխանցումը Աբրահամյան արված ստացվեց այստեղ Աբրահամյանի մոտ այնպես կատարել ինչպես առաջին կեսում կատարեցին խաղանկերները, իսկ հիմա էլ խաղի կանոնների խախտում կար ու ստանդարտ նշանակեց մրցավարը։
Բայց այս ընթացքում կրկնակի փոփոխություն տեղի կունենա Աթլետիկո Երևանի կազմում Դունամալյանն ու Ռայվազյանը վերադարձան խաղադաշտ համապատասխանաբար փոխարինելով Ակուլյանին ու Թովմաս Սարգսյանին ու հիմա արդեն տեսնենք ինչ կփորձեն անել թիմերը Սարգսյան ուղարկեց գնդակը դեպի Աչեզր Մարտիրոսյանն է այստեղ գնդակով Ռաֆի Մաթևոսյան ու Ռայվազյանը այստեղ փակեց Մաթևոսյանի կատարած փոխանցման ճանապարհը Եզից կնետի Բորուսիա Մյունխենգլադբախը Մարտիրոսյան Պողոսյան նորից Մաթևոսյան Խաչատրյանն է ուղարկում գնդակը ստանում նրանից պատասխան փոխանցումը կրկին խաղարկում Խաչատրյանի հետ իսկ հիմա նորից Մկրտչյանը փակում է փոխանցման ճանապարհը ու անկյունային կիրաստի Բորուսիա Մյունխենգլադբախը Խաչատրյանն է տեղադրում գնդակը անկյունային իրացնելու համար Բարձից փոխանցում այստեղ նորից Մկրտչյանը կարողանում է հեռացնել գնդակը իսկապես երկրորդ հարկում շատ հաջող է գործում Ռաֆայել Մկրտչյանը ու տեսեք հիմա նորից հասցրեց կանգնել գնդակի ճանապարհին եւս մեկ անկյունային կիրաստի Գլադբախը խաղարկում է Խաչատրյանը այս անգամ արագորեն գնդակը Պողոսյանի հետ փոխանցում ու Ղազարյանի մոտ հիմա ստացվեց շեղել գնդակի ուղղությունը հարված կլինի Աշոտ Գասպարյանի պաշտպանած դարպասից Բայ Գալստյան Գալստյան լավն էր փոխանցումը, բայց այստեղ մի փոքր ուժեղ ստացվեց այն Աբրահամյանի համար ու հիմա Գլադբախը նետվում է առաջ Ղազարյան Ղազարյան շատ ճիշտ բային փոխանցեց դեպի Պողոսյանը ու հիմա դիպավ գնդակը Մկրտչյանի ձեռքին եւ սա 11 մետրանոց հարված է այո Աթլետիկոյի դարպասի ուղղությամբ ամենի ճակռայտ էր այո Մկրտչյանը խաղեց փակեց գնդակի ճանապարհը խաղաց ձեռքով այս դրվագում ու հիմա 11 մետրանոց հարվածը տեսնենք ինչպես կիրացնեն Բորուսիա Մյունխենգլադբախի ֆուտբոլիստները Ղազարյանն է տեղադրում գնդակային իրացնելու համար դարպասում էլ Աշոտ Գասպարյանն է իհարկե պետք է ամեն դեպքում կրճատել հաշվի տարբերությունը, բայց հիմա Ղազարյանի առջև շատ հզոր դարպասապահ է կանգնած, տեսնենք կա մրցավարի Սուլիչը, հարված ու գնդակը հայտնվեց դարպասում, այո, հայտնվեց Գասպարյանը փորձեց փրկել, բայց գնդակը ամբողջությամբ հատել էր Դիմային գիծու հաշիվը կրճատված է մեկ գնդակ ետ է բերում Բորուսիա Մյունխենգլադբախը դարձնելով հանդիպման հաշիվը 4-1 Ռաֆայել Ղազարյան 4-1 այո 11 մետրանոցից այնուամենայնիվ դիպուկ գտնվեց Ղազարյանը ու հիմա Գլադբախը խփում է այս խաղում իր առաջին գնդակը տեսնենք մնացած ժամանակահատվածում ինչ կփորձի անել կրկնում եմ եւս մեկ անգամ առաջին հերթին Բորուսիա Մյունխենգլադբախը քանի որ նրանք են այս բան պարտվողի կարգավիճակում Եզից հիմա կնետի Աթլետիկոն Մկրտչյան կարողացավ փոխանցել Դունամալյանի ուղղությամբ Գուրգեն Ռայվազյան Ղանդիլյան տեսնենք այս գրոհ ինչ կտա Աթլետիկոին Ղանդիլյան փոխանցում բայց ինչ է այստեղ Դիպել է արդյոք գնդակը Սարգսյանի ձեռքին թե ոչ Առաջին 11 մետրանոց հարված չի նշանակել մրցավարը Ներսիսյանն էլ խորքից փոխանցում կատարեց բայց հեռացեցին այստեղ գնդակը ու հիմա մրցավարը կդիտի նախորդ դրվագի կրկնապատկերը Մրցավարը դրվագի կրկնապատկերը ու նշանակում է հիմա էլ 11 մետրանոց հարված Բորուսիա Մյունխենգլադբախի դարպասի ուղղությամբ այո դիպել էր գնդակը Սարգսյանի ձեռքին եւ հիմա Աթլետիկոն ունի նորից լավ հնարավորություն հանդիպան հաշվի մեջ վերականգնելու 4 գնդակի առավելությունը Վայե Գալստյանն է տեղադրում գնդակը եւ տեսնենք ինչպես կստացվի հիմա Գալստյանի հարվածը Խաչիկյանն էլ դարպասում է տեսնենք ով ավելի ուժեղ կգտնվի Կա մրցավարի Սուլիչը Վայե Գալստյան ու գնդակը դարպասում է 5-1 հանկասելի ստացվեց այստեղ Գալստյանի կատարած հարված ու
Հաշիվը կրկին Ատլետիկոն վերականգնում է այս խաղում 4 գնդակի առավելությունը։ Վայ Գալստյան 5-1 հիմա արդեն Բորուսիա Մյունխեն-Գլադբախը նորից հայտնվում է 4 գնդակով։ Պարտվելով մրցակցին, շատ բարդ իրավիճակում իհարկե, բայց հիմա էլ այս գրողը տեսնենք Աբրահամյան 6-1 է դառնում հանդիպան, հաշիվը գեղեցիկ ստացվեց Ներսիսյանի կատարած փոխանցում ու Աբրահամյանը շատ դիպուկ գտնվեց։ 6-1 Աբրահամյանը եւս հաջողության է հասնում այս խաղում ու հիմա արդեն կարելի է իհարկե փաստել այն մասին, որ Ատլետիկոն վաստակում է հերթական 3 միավոր է, դա միջև այս պահին ինչու չէի շեշտում, քանի որ Գլադբախը իհարկե ցանկացած իրավիճակից կարող էր հանդիպան հաշվի մեջ հավասարությունը վերականգնել, բայց հիմա էլ Դուն Ամալյանն է հարվածում, բայց հիմա իսկապես արդեն Ատլետիկո Երևանը բավական խոշոր հաշվով է հաղթում մրցակցին ու բավական քիչ խաղաժամանակ է մնացել հանդիպան ավարտին 5 րոպե եւ իհարկե չեմ կարծում, որ Գլադբախը կարողանա փրկել այս հանդիպումը առանց այն էլ շատ բարդ իրավիճակում են հիմա Բորուսիայի ֆուտբոլիստները, բայց իհարկե կփորձեն անել հնարավորինս հաշիվը կրճատելու գործում։ Հիմա եզից կնետի Բորուսիա Մյունխեն-Գլադբախը Մարկարյան ուղարկում է գնդակը Սարգսյանին, ստանում նրանից պատասխան փոխանցումը ու դեպի Աչեզեր կհասնի այս գնդակին Դավթյանը, բայց հարվածը թույլ ստացվեց Դավթյանի կատարած ու հարված կլինի Ատլետիկոյի դարպասից Գասպարյան շատ լավ նկատեց Ղանդիլյանին, իսկ այստեղ Ղանդիլյանը ձեռքով կասեցեց գնդակ ու ստանդարտ է նշանակել մրցավարը։ Մարկարյան ու հիմա էլ Գալստյանն է սա անկման գնով պահում փոխանցման ճանապարհը եզից կնետեն Բորուսիա Մյունխեն-Գլադբախի ֆուտբոլիստները Ղազարյան Խաչատրյան Եվս մեկ եզային նետում կիրասի Բորուսիա Մյունխեն-Գլադբախը իհարկե չեն շտապում երկու թիմերն էլ Բորուսիան իհարկե փորձում է կրճատել հաշվի տարբերությունը որքան հնարավոր է Ատլետիկո Երևանը ընդհանրապես շտապելու ոչ մի տեղ չունի Դավթյան լավ էր մտածել բայց այստեղ գնդակին առաջինը արձագանքեց Ներսիսյանը հիմա էլ չկարողացավ այս դրվագում փոխանցում կատարել Ներսիսյանը, բայց հիմա էլ փակվեց Խաչատրյանի հարվածի ճանապարհը ու Վահե Գալստյանը հեռացնում է գնդակը, այն ստացվեց փոխանցում Հարություն Դունամալյանի համար։ Դունամալյան կա Ղանդիլյանի տարբերակը, բայց ինքը որոշեց եզրափակել այս գրով բարձր է ստացվում Դունամալյանի կատարած հարվածը։ Մարկարյան Մանուչարյան Հորից Մարկարյանն ուղարկեց գնդակը Մանուչարյանը Մարկարյանն էլ հարվածեց ու այստեղ մի փոքր շեղությամբ ընթացավ Մարկարյանի կատարած հարվածը եւ հարված կլինի Ատլետիկո Երևանի դարպասից Ներսիսյան դեպի այս փոխանցում Ղանդիլյանն է այստեղ Վահե Գալստյան Ռևազյանն ընդունեց գնդակը, շատ լավ նկատեց Մկրտչյանին և Մկրտչյանն էլ գնդակը ուղարկում է առաջ, Վահե Գալստյան վտանգավոր է, բայց բավական բարձր հարվածեց Գալստյան այս շատ հարմար դիրքից իսկապես Մկրտչյանի կատարած փոխանցումը գեղեցիկ էր ստացվել, բայց Գալստյանի մոտ եզրափակել այս գրոհը չստացվեց
Աթևոսյան աջող չկասեցեց այստեղ գնդակ ու այն դուրս եկավ դաշտի սահմաններից։ Ես իսկ նետել Ատլետիկոյի ֆուտբոլիստները Մկրտչյանն է կատարում եզրային նետումը դեպի Աբրահամյանը, Աբրահամյան լավ էր մտածել գեղեցիկ է անում ամեն ինչ, բայց գնդակը չհասավ Ղանդիլյանին ու հեռացեցին այստեղ Բորուսիայի պաշտպանները գնդակը եւս մեկ եզրային նետում է կատարում Մկրտչյանը Ներսիսյանի ուղղությամբ Ղանդիլյան, վտանգավոր է Ղանդիլյան ու հիմա Խաչիկյանը կարողացավ հեռացնել այս դրվագում գնդակը Եվս մեկ անկյունային հիմա կիրասնի Ատլետիկո Երևանը Աբրահամյան, բարձից փոխանցում դեպի Արտուր Ղանդիլյանը, Վահե Գալստյան ու հիմա նորից դարպասաձողն է օգնության գալիս Բորուսիա Մյունխեն-Գլադբախին Գալստյանի կրակոցից հետո Դունամալյան անդրադարձ ու հիմա եւս մեկ անկյունային կիրասնեն Ատլետիկոյի ֆուտբոլիստները, այո, բավական վտանգավոր գրոններ են ընդհանուր Բորուսիայի դարպասի ուղղությամբ, բայց այս դրվագում աջողության հասնել Ատլետիկոյի ֆուտբոլիստներին Շտացվեց, հիմա էլ հեռացված է գնդակը Սևակ Մանուչյան կա Ղազարյանի տարբերակը հասցրեց փոխանցում կատարել Ռաֆայել Ղազարյան, տեսնենք այս գրոհին ինչի կվերացի Գլադբախը Ղազարյան, գեղեցիկ էր Ղազարյան ու 11 մետրանոց հարված հիմա արդեն վաստակում է Ռաֆայել Ղազարյանի իր թիմի համար խախտեց այո Ռևազյանը խաղի կանոնները ու հիմա տեսնենք առաջին հերթին ինչ է պատահել Ղազարյանին դեղին քարտ է ստանում Ռևազյանը բնականաբար այս կոպիտ խախտման համար ու տեսնենք այս 11 մետրանոցը ինչ կտա արդեն Բորուսիա Մյունխեն-Գլադբախին եւս մեկ լավ հնարավորություն նորից գնդակ հեղինակելու երրորդ 11 մետրանոցը նշանակում մրցավարը այս խաղում կարծես այս անգամ արդեն Մանուչարյանն է պատրաստվում արված կատարելուն այո Մանուչարյանն է տեղադրում գնդակը ու տեսնենք Սևակ Մանուչարյանի հարվածը ինչպես կստացվի կա մրցավարի սուլիչը Մանուչարյան հարված ու գնդակը դարպասում է 6-2 է դառնում հանդիպան հաշիվը եւ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում գերգոլառատ հանդիպում դիտեցինք 6-2 հաշվով հասավ առավելության ամեն դեպքում Ատլետիկո Երևան ու վաստակեցի հերթական 3 միավորը շարունակելով մնալ անպարտելի Վինտեր քափում այս հանդիպան համար նախատեսել էինք այսքանը կարճ դադար որից հետո կվերադառնանք